Մի մարդ հարցրեց մարդկանց ուսուցանող մի դերվիշի, թե ինչու է այդքան դժվար պահպանել արթնության վիճակը, հիշել կարդացածն ու լսածը։ Ի պատասխան դերվիշը հետևյալը պատմեց. Ժամանակին մի դերվիշ կար, որը պարբերաբար դասախոսություններ էր կարդում մի խումբ մարդկանց համար։ Նրանց մեջ մի ծերունի կար, որին մշտապես ուղեկցում էր իր թոռնիկը, մի փոքրիկ տղա։ Այդ ծերունին, ասես ժամացույցի ճշտությամբ, քնում էր հենց դերվիշն սկսում էր խոսել։ Մի օր դերվիշի մտքով մի բան անցավ։ Դասից հետո նա կանչեց տղային ու ասաց. Ես քեզ մի արծաթե մետաղադրամ կտամ, եթե դու ամեն անգամ հրես պապիկիդ, երբ նա իմ դասախոսությունների ժամանակ քնի։ Տղան համաձայնեց։ Հաջորդ 3 դասերի ընթացքում տղան հրում էր պապին ամեն անգամ, երբ վերջինս փակում էր աչքերը։ Դերվիշը գոհ էր, սակայն 4-րդ շաբաթվա ժամանակ ծերունին քնեց առաջվա պես։ Դասից հետո կանչելով տղային, դերվիշը հարցրեց. Միթե ես քեզ արծաթե մետաղադրամ չէի տվել, որպեսի թույլ չտաս պապիկիդ քնել։ Այդպես է, ասաց տղան, բայց երբ ես պատմեցի նրան այդ մասին, նա ինձ 3 արծաթե մետաղադրամ տվեց, որպեսի ես դա չանեմ։ Այսպիսով, շարունակեց պատմությունը պատմող դերվիշը, արծաթե մետաղադրամը ձեր ուշադրությունը պահելու ցանկությունն է, իսկ 3 մետաղադրամը ձեր բնածին ծուլությունն է, սովորությունները և ձեզ համար աննկատ դիմադրությունը ճշմարտությանը։ Թե դերվիշը, թե քնող ծերունին և թե ծերունուն հրող երեխան ապրում են ձեր ներսում, իսկ թե ինչպես վարվել նրանց հետ, կիմանաք Այք հայագիտական թաքնագիտական դպրոցի Արար ակումբում։ Գրանցվելու համար գրեք մեր էջին։